բարև ձեզ Պակտիվին շարունակում է իր հաղորդումները եւ ինչպես գիտեք ավանդաբար ամեն շաբաթ մենք ուղիղ կապի մեջ ենք մտնում դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ այսօր հերթական կապի օրն է եւ ինձ ասում են որ կապը Վարդան Ղուկասյանի հետ կա բարև ձեզ պարոն Ղուկասյան ես պիտի ասեմ, որ այսօր էլ մեր ունկնդիրները մի շարք հարցեր են ուղղել ձեզ եւ եթե պատրաստ եք այդ հարցերին պատասխանելու, ապա կարող ենք սկսել, բայց մինչ այդ հիշեցնեմ մեր ունկնդիրներին, որ անպայման բաժանորդագրվեն մեր ալիքին։ Խնդրեմ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, առողջ ենք, մարտական ենք, ձեր հետ ենք։ Հա, տվեք, իհարկե, տեղեկիշեն ուզում է ժողովուրդ։ Մեր ունկնդիրների առաջին հարցերից մեկն էլ հետևյալն է, պարոն Ղուկասյան, դուք հաճախ խոսում եք օրենքի դիկտատուրայի մասին, ինչ է դա գործնականում նշանակում, արդյոք սա ուժեղ պետություն է, թե կոշտ վերահսկողություն։ Գիտեք, մի տեսակ տարօրինակ հարց է, էսա թե էն է, բնականաբար երկուսն էլ է, եւ օրենքի երկիրը եւ ուժեղ վերահսկողություն իրականացնող, այսպես ասած, պետական ապարատ պիտի լինի իր հերթին նաեւ, ասենք այնպես չի, որ օրինակ այսօր ինչ է կատարվում, բանը բերենք հասարակ մի հատ օրինակ, այնտեղ ասֆալտանում են, բանը երեկո հետո ճկտով քանդում են, բլում են եւ ոչ մեկ դա համար պատասխանատվություն չի կայանում։ Կամուրջ են շահում տենդերով որ պիտի վերանորոգի, հետո բարձում է այդ կամուրջի մասնագետը չկա, ժամկետը տված է 6 ամիս, բայց 6 տարի է կամուրջի աշխատանքը չի ավարտվում։ Դա նորմալ է։ Կամ էլ բանը Երևան քաղաքի մեջ բան չմնաց, ինչ է ծառու բուսականությունը չթողին, սաղկերան, լափին, կտրտին, թափին, բայց չկնենք ասենք, վիշված, քեզով էր հրաման տվե ծառերը կտրելու, կտրել ես, հիմա դատվում ես, հրաման տվող, դատվում ես, մարտական դիրքերը նահանջ հրաման տվող, դատվում ես, չգիտեմ, այսինքն, գիտեք ինչ, շատ անարդար է, երբ որ ձու գողացողը բանտում է, բայց ձի գողացողը Մալիբու արևիտակ հանգստանում է։ Այսինքն ես ուզում եմ հարցին պատասխանեմ եւ այն է լինելու եւ այն է լինելու։ Հենց որ օրենքի երկիրը նշանակում է օրենքի երկիր։ Կարճ եւ կոնկրետ։ Այսօր ասում են Հայաստանը պետք է ընտրի Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ։ Ձեր դիրքորոշումը հատուկ ո՞րն է։ Պարոն Ղուկասյան ջան, ուրեմն ո՞րն է այդ արևելքը։ Թուրքիան, արևելք, մեզ ով է սպասում, ախր ես մի միլիոն անգամ դա կրկնել եմ, բացին կրկնելուց էլ, ժամանակը, իրավիճակը, պատմությունը ցույց են տվել, մեր հարևան երկիրը, Վրաստանը, գնում էր արևելք, 20 տարի գնաց, այդ խեղճ երկիրը, ինչ եղավ, էլ մի դուրներ բացում, ընդ բացում էր, ընդ դուրը շկսում են երեսին, էլ մի դուրներ բացում են շկսում երեսին, մեզ ով է սպասում Վրաստանին, ոչ մեկ, 20 տարի գնաց, վերջում փոշման տարավ հետ, այն դեպքում, որ Վրաստանը ծով ունի, Վրաստանը ունի այն ամեն ինչ որ մենք ունենք, հələ մի բան էլ ավել ունի, եւ տարածքով է մեծ, եւ բնակչությամբ է մեծ, եւ ծով ունի այդ երկիրը, եւ տնտեսությամբ ավելի նորմալ է, քան թե մենք, հասկանում եք, այդ պետությանը չընդունեցին, մենք ուր ենք եթում, այսինքն խելացի մարդը, խելացի պետությունը քաղաքագործիչը սովորում է ուրիշի սխալի վրա, ոչ թե իա։ Մեր ազգը չէ, պիտի անպայման ինքը հետա, թիթու բենին ուտի, թքեն վրեն, գարնխեն, փչացնեն, վրեն կոշիկները մաքրեն, նոր ոչ խարի նման հետ դառնա, այդ աուզը։ Այսինքն որոշակի մարդիկ դա են ուզում, արևելք ասելով մեզ կողմ են Թուրքիայի տակը։ Մուտի տա, ժողովրդական լեզվով ասեմ, մուտի, մեզ արևելքը չի սպասում։ Դա մեկ, իսկ ինչ վերաբերում է, որոնք որ Ռուսաստան բառը, որ արտասանում են ես մի տեսակ ատելությամբ, կամ թույն ու թարախով, կամ ինչ-որ особая такая ненависть, ես դա չեմ տենում, այդ մենք ենք, մեկ չէ, այս իշխանությունը փչացրեց,
հայ-ռուսական հարաբերությունները, փչացրեց, ավիրեց, գցեց միան, որ գնում էր արևելք։ Հետո եկավ ասում է, չէ, մեզ եթե Եվրոպան չի ընդունում, մարդամեկն է ասում։ Մենք հարաբերություններ պետք է հստակեցնենք Ռուսաստանի հետ։ Լույսը վառում ես ռուսական է, գազը վառում ես ռուսական է, հացը ուտում ես ռուսական է, մետրոն նստում ես ռուսական է, ինչը նստում ես ռուսական է։ Այդ տան մեջ, որ տան մեջ ապրում են սովետա է, էլի ռուսական է։ Ես հայամ եմ, ես ոչ ռուսամ եմ, ոչ արևելամ եմ, ոչ պորտուգալամ եմ, ոչ ամերիկամ եմ, առավել ևս։ Ես հայամ եմ, իսկ Հայաստանի Հանրապետության շահերը խոսում են մեկ բանի մասին, գեր լավագույն հարաբերություններ մեր երկու անմիջական հարևանների հետ Վրաստան եւ Պարսկաստան եւ գեր լավագույն հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ մեր ամբողջ տնտեսական կապը Ռուսի հետ է։ Ձեր այն արտադրած պամիդոր, գազար, վարունգ, խիար, ինչ որ անում եք գրբ Ռուսաստան։ Ինչ արտադրում եք գրբ Ռուսաստան։ Ինչ անում եք առաջի շուկան, դա ռուսական շուկան է։ Գազը ռուսական, ալուրը ռուսական, սորենը ռուսական, այդ հակառուսական ճառերը, որոնք այն քաղաքական գործիչները, որոնք որ արտասանում են այդ թույն ու թարակը սերմանելով այն միամիտ ժողովրդի մեջ, դրանք պետական դավաճաններ են, դրանք այս հայ ազգի վատը կամեցող դավաճաններ են, անձինք են։ Հայ ժողովուրդը գոյատևել է, այս հողի վրա, որ հիմա մենք ապրում ենք, մեզ հասել է Ռուսաստանից։ Այդ հողը կիսված է եղել Թուրքիայի եւ Պարսկաստանի միջև։ Եկե մտե Պյոտր Վելիկի, Եկատերինայ, վերցրել շինել են գոբերնը, վերջում էլ դարել է սովետական Հայաստան, վերջում էլ անկախ Հայաստան։ Ախր պատմություն նայեք։ Ես դուզը խոսող մարդ եմ, ես հայամ եմ, եւ ես գտնում եմ, որ մեր ամենալավագույն հարաբերությունները պետք է լինի մեր երկու անմիջական հարևանների հետ եւ իհարկե Ռուսաստանի Դաշնության հետ։ Իհարկե Ռուսաստանի Դաշնության հետ, կրկնում եմ։ Մնացած ընդեղ արդեն ինչ կանեն, որ ես չեմ ասում մենք հլնենք հարցակվենք Եվրոպայի վրային, ես ինչ անենք Եվրոպային, ոչ, բնավ, ես հարգում եմ Եվրոպան, սիրում եմ Եվրոպան, նորմալ է Եվրոպան, ես մեր բոլոր հարևան երկրներից, բացի այն երկուսից, թուրքերից ու ադրբեջանցիներից, մնացածներ եմ հարգում սիրում, բայց ես ավելի շատ սիրում եմ իմ երկրի չբխում է իմ երկրի շահերից, ես բնականաբար շարժվել եմ այդ տողովից իմ երկրի շահերից, հիմա որն է առհասարակ դա է բխում, առհասարակ, մի հատ Եվրոպայի վիճակը նայեք, խայտարակ վիճակ է, գազի այն գինը, որը որ այսօր Եվրոպայի սպառողը վճարում է գազի հոսանքի համար, որ բերին հայ քաղաքացու վզին, է ոչ դուրս կվարի, ոչ գազ կվարի, սովիսը կմեռնի, բայց մենք այդ փող չունենք։ Այդ հայամ է, այդ Եվրոպամ է, Ամերիկամ է, Ռուսամ է, թարգ եք, բան ուղղության, մենք հայամ ենք, իսկ Հայաստանի պետական շահերը բխում է, այն որ մենք պիտի լավալենք առաջինը այդ երեք երկրների հետ։ Ռուսաստան, Վրաստան, Պարսկաստան։ Սա իմ ուղղությունն է։ Ինչու եք որոշել չմտնել դաշինքի մեջ, արդյոք սա ուժի նշան է, թե վստահության պակաս այլ ուժերի նկատմամբ։ Նախ, լավ հարցնեք, պարոն Ղուշյան, նախ ասեմ, որ դա առաջինը վստահության նշան է, մեկ։ Երկրորդը, ես ուզում եմ, որ մեզանից ոչ մեկ չնեղանա, ես խորին հարգանքով եմ վերաբերվում այն կուսակցությունների նկատմամբ, որոնք որ, հանձինս Պարուր Հայրիկյանի, որոնք որ դրական արձագանքեցին իրենց աջակցությամբ եւ այլն, ես ոչ մի լավություն չեմ մոռանում, ես ոչ մի վատություն չեմ մոռանում։ Բայց եղան կուսակցություններ, որոնք ասեցին, որ մենք պիտի գանք հավասարը հավասարի հետ։ Ես ասեցի 1000 անգամ ներողություն, բայց չի կարող հավասարը հավասարի հետ, ոնց որ վերցնես բանը մի հատ Infinity Jeep-ը եւ կողը բերես դնես մեր հարևան Ջանոյի Մոսկվիչը, ասես այս երկուսը հավասար են, նույնն է, նույն արագությունը կարան բացել, նույն կոմֆորտն է եւ այլն, դա չի լինում։ Այսինքն այդ մյուս կուսակցություններին, են որ ասում են, ես չգիտեմ ինչներ տարել, Տոլի Մանյավիլիչյանը, Տոլի ջեր ինքնավստահությունը, որ ասենք վաղուց քաղաքական դաշտում մարված մարդիկ, ասում են, չէ, մենք պիտի հավասար խոսքի իրավունք ունենանք։ Ես 6-7 տարի 1000 անգամ ներողություն, ինձ չղեմ, չքնեմ, կրտնեմ, տարի ու կես խոշտանգվեմ ամերիկյան բանտում, վարչական կալանք անունը դրած,
ինձ պահեն ստեղ խոշտանգեն ու քրքրեն այս դեմոկրատական երկիրը եւ այլն, հետո դուք կասեք բանը հավասար, ոչ, հավասար չի լինելու, հետո նեղացել ասել եմ հազար անգամ ներողություն, հաջողություն, մենք վստահ ենք մեր ուժերի վրա, մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի եւ մենք վստահ ենք, որ այն ինչ որ մենք մեն առաջ դրել ենք մեր նախընտրական ծրագիրը պետք է իրականացնենք, այսպես ասած իրականացնելով ամենաառաջինը սանիտարահիգիենիկ մաքրման աշխատանքներ Հայաստանի Հանրապետությունում։ Ես առայժմ այսպես կպատասխանեմ ձեզ Ղուշան ջան։ Հաջորդ հարցը։ Մեր ունկնդիրների հաջորդ հարցը ձեր հիմնական հակառակորդը ով է, իշխանությունը թե կեղծ ընդդիմությունը։ Պարոն Ղուշան, դուք ձեր հարցին պատասխանեցիք։ Այսինքն իշխանություն թե կեղծ ընդդիմություն։ Ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ երեքն էլ միասին են։ Իշխանությունը եւ կեղծ ընդդիմությունը միասին են։ Եվ ես բերեցի փաստարկված, ասենք նույն բանով, ինչ է այդ մարդյան, այդ բանը Պիցան, Տաշիր Կարապետյան։ Նույն փաստը ես դրեցի, հիմնավորեցի, նույն իշխանությունն էլ հաստատվեց, որ այս մարդը, այսպես ասած, այս երկրի դժբախտության վրա փող է աշխատել, այդ նույն 30 միլիոն Արցախեցով, նույն պատերազմի ժամանակ ոչինչ չանել, տեսեք էլ ասում են մեկ եկան բարեգործություն են կարել Արցախին, ոչ մեկ չէր, ես ասեցի դե ցույցերեք այդ օգտանակը, որ դուք բարեգործություն եք արել, այն ժամանակ երբ որ Տաշիրը երկշուհիներին էր տուն բաժանում, Հորթան Ղուկասյանը Ղարաբաղի ժողովրդին էր տուն բաժանում, ասում են ձեր տունը վարեք թուրքի չմնա, ես ձեզ տուն կտամ, չեղած հալով, ու տվինք։ Ինչ արեց Տաշիրը, ոչ չի բան, հիմա եկել են շուտ ազգային արժեք, բան, ամեն ինչ լավ կլինի, մեծ ձև, ոչ նախընտրական ծրագիր ունեն, ոչ բան ունեն, ինչ վերաբերում է մյուսներին, Ռոբերտ Քոչարյան եւ այլն, Հայաստանի Հանրապետությունը նորից եմ կրկնում, պարլամենտական երկիր է եւ Արցախը հանձնել է պարլամենտը, այսինքն Նիկոլը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Այդ երեքն են հանձնել, Սերժ Սարգսյանը նամուսի երեսը հավքեց, գնացել է բանը թատրոնը էջի մասնակցան, բայց Ռոբերտ Քոչարյանի երեսին падոշա քաշած։ Հասկանում եք, ու նույնիսկ էլ ընկելա քուչա-քուչային հայակավե իրանը, այո ոչ էին անում իրանց, հիշում եք են ասպրամ կար, ազգային հերոսի աղջիկ, ասպրամ կողմեք իրանց է հանձնեք թե չէ, այսինքն անասունության գագաթնակետ, եւ այսօր այդ մարդիկ հիմա մտել են ուզում են նորից դայն կողանան, բնականաբար կողանալու են, բնականաբար կտրվելու են միամիտ մարդիկ, ասեն չէ դե, Տաշիր Սամոն սիստեմա ունի, սիստեմա, ինք առևտրի կենտրոններ ունի, ինքը բիբեսմենն է, իան ձենտան, դե Տաշիր Սամոնը այսօր դրած փողավոր բաժանում է, աչուտախ, 100,000 դրամ, 150,000 դրամ, մի աշխատավարձի չափ, մենակ ցենտրենք, այդ չեն ասում խենց, որ ինքը բաժանում է, բա վաղը միսօր եկովից են փողը պետք է հետ հավքի, չէ, հազարապատիկ հետ հավքելու, ամբողջ Գերդաստանը մտավոր ունակությունների զուր կա, ամբողջ Գերդաստանը բանակ չի ծառայ, հայերը խոսալ նորմալ չգիտեն, բանը, կարող եք ցույց տալ մի օլիգարխ, որը մտածում է ժողովրդի մասին, չկա ձեզ բան, հենա սեղել է եկել հենա ռոպեներն է բանա, պրծավի, ավիր է ձեզ երկիրը բլմա, բայց իա, բիզնեսը ծաղկա, բարգավաճում է, սաղ ապարատը մեղավոր են, բաց է տիանից, հիմա մեր ժողովրդի չազը, որ նույնն է տիա հետ, այսինքն իմ համար երեքն էլ մեկ են, երեքն էլ, բանին, սպեկուլյանտին իշխանություն չեն վստահում, առևտրական մարդը մնում է առևտրական, ինչ ուզում եք արեք, հիմա ինձ ասեն գնա առևտրով զբաղվի, ես չեմ կարա, իմ մեջ էդի չկա, ստեցարեմ տանեմ ընդ վերավաճառեմ, դա ասու կողմից տված ուլիկա, հիմա այս մարդը Աշխարհի առևտրականը սպեկուլյանտ է, յամոտ լավ աստացում, դիցարեն, այս բիզնեսանի, էսի ով շատ փող կտա, իրանց մոտ պետական ազգային մտածելակերպ, բառը բացակայում է, պետական ազգային մտածելակերպը այդ մարդու մոտ դոլարն է, Բենջամին Ֆրանկլին։ Նա կյանքում չի կարող հասկանալ սոված մարդու վիճակը, զինվորի վիճակը, անապահով մարդու վիճակը, թոշակառուի վիճակը, զինվորի վիճակը, ոստիկանի վիճակը, ուսուցչի վիճակը, չի կարող, ինքը դա չի հասկանում։
Հասկանում, մեկ ինքը չի կարում հասկանալ, որ կարելի է 150,000 դրամով ապրել։ Ինքը դա ոչ ինքը 150,000 դրամը թողնա մի հատ չայևո, որ մի հատ դլոյի հետ հազարական ներողություն, այդ մա կաֆե։ Իրանք չգիտեն, որ մարդիկ դրանով մի ամիս ապրում են։ Ինքը չի հասկանում մինիմալ զամբյուղին չանշանակում, չի հասկանում սոված դպրոց ուղարկելը որնա, չի հասկանում ուսման փող հետ գցելը որնա։ Այդ մարդիկ չգիտեն, այդ մարդիկ գիտեն կրթել, չրփել, Rolls-Royce-նի, Cadillac-նի, լիմուզինի, վիլեկ, դլոններ, դերասանուհիներ, Ջենիֆեր Լոպես կա հարսանիքների ժամանակ երկի, իրանք էդի գիտեն, հենա վեկարեք նայեք։ Որ մի զինվորականին հանե տուն տվե, որ մի անապահով մարդին հանե տուն տվե, որ մի Ղարաբաղցունը հանե ինչ-որ մի տուն տվե, հակսին ասամ չկի տվելա, նույնը Եսայանին տվել, ատես դեր ջնում կտա, բայց հասարակ մարդու չի տա։ Դրա որ ես պիտի ժողովուրդ այդ կազիզո կնա ինչ-որ մի անուղեղ քայլանի, թող գնա ինչ խոսեմ ես, հաջորդը։ Եթե գաք իշխանության ու չհաջողեք իրականացնել ձեր խոստումները, պատրաստ եք անձնական պատասխանատվություն կրել։ Ուրեմն պարոն Ղոշյան, իշխանության գալու դեպքում իմ բոլոր տված խոստումները, այսինքն խոստումների 90%-ը պիտի իրականացվի մինիմում, այն 10-ը կարող է ժամանակի մեջ չտեղավորվի կամ գործի ինչ-որ մի անհաղթահարելի ուժ այդ իսկ պատճառով։ Այդպես բան չի կարող լինել, որ գանք իշխանության եւ խոստում չիրականացնենք։ Դա բացառվում է։ Խնդրում եմ դա հիշի յուրաքանչյուր մարդ։ Վարդան Ղուկասյանը այն մարդը չի, որ ասի եւ չանի։ Էդի բան մոռացեք։ Մենք շանսոնուտ պիտի լինենք ուրեմն, մինիմում։ Ու դեր հաղորդումն չեմ ուզում ուրիշ ձև արտահայտել։ Եվ իհարկե մեր վերջին ավանդական հարցը, ինչ ունեք ավելացնելու։ Ուրեմն կասեմ հետևյալը, որ ժողովուրդը զինվում է համբերությամբ, հավատքով, ամեն ինչ շատ լավ է լինելու եւ մի հավատացեք աչու ձախ խոսացող անբարոյականների զավակներին, որ Սիբը Վարդան Ղուկասյանը մեռել է, չկա արհեստական ինտելեկտ, ինչ ասես հեսա կլենք է թողինենք եւ այլն։ Ես մի բան կարեմ ասեմ, շատ շուտով բոլորին սպասելու է շատ հաճելի անակնկալ։ Այսքան բան կարճ եւ կոնկրետ։ Մնացածը հետո պարոն Ղուկասյան։ Շնորհակալություն պարոն Ղուկասյան, հերթական ուղիղ կապի համար։ Ես կարծում եմ մեր ունկնդիրները ամեն շաբաթ սպասելու են ձեզ հետ միացմանը, դուք էլ իհարկե պատրաստ եք պատասխանելու նրանց հարցերին։ Այսօր մենք այսքանով եկեք սահմանափակենք մեր ուղիղ կապը եւ սպասենք նոր միացման։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ հերթական անգամ ուղիղ կապի մեջ էինք դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։